Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, 106 եւ կես հաճախությամբ իր աշխատանքն է սկսում Կուի պրոտեստ կամ Մեծերնտու հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում են Հայկո Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Շիրինյանը։ Ողջույն, պարոն Շիրինյան։ Ողջ։ Պարոն Շիրինյան, մեր եթերում ամիսներ առաջ անդրադարձանք ռուս-թուրքական հարաբերություններին, այն ժամանակ դեռ վաղ էր ինչ-որ կանխատեսումներ անել։ Հիմնականում խոսում էինք, որ Ռուսաստանը ինչ-որ ձևով պատասխան է տալու, բայց նաև նշում էինք, որ Թուրքիան էլ փաստորեն շատ ավելի հզորացել է, քան մենք էինք պատկերացնում, որտեղ նման քայլի գնալու համար պետք է դու ինչ-որ վստահություն ունենաս։ Ձեր կարծիքով արդյոք այս պահին հնարավոր է ինչ-որ կանխատեսումներ անել այն բանի համար, որ Ռուսաստանը այդպես էլ որևէ լուրջ քայլ չարեց Թուրքիային պատժելու համար, թե դեռ ամեն ինչ առջևում է։ Դե դեպքում հարցը հետևյալին է գալիս, իսկ ինչ պիտի աներ, որ չի արել։ Եվ երկուսի հարաբերությունները մոտավորապես ինչի մենք նման կանխատեսում արել ենք, քայլել պատերազմի եզրին։ Հիմա դա կգնա ավելի սրացումների այդ վիճակ կառաջանա, թե չէ, առայժմ կանխատեսման համար նյութ չկա, բայց դա կարող է եւ լինել, որովհետեւ ինչքան որ հասկանալի է Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարծես թե աշխատում է պատին տեմ եղած վիճակով, տեղավորվել է Սիրիայում եւ այնտեղից շարժվելու միտք չունի, ավելին տեսնում եք Ասադը եւ նրա կողմնակիցները հաղթանակներ են տանում, այդ հաղթանակները տանում են ուրեմն Ռուսաստանի աջակցությամբ եւ ավիացիայի աջակցությամբ կոնկրետ նավատորմի ներկայությամբ, որը գործի չի խառնվում, բայց եթե որը մեկը փորձի հաստատ կխառնվի։ Իսկ Թուրքիան էլ չափավորվել է, ըստ էության այստեղ նա ինչքան ես եմ հասկանում, Թուրքիան ըստ էության ռազմաքաղաքական կրախ է ապրել, տեղավորվում էր Մոսուլում, տեղավորվում էր արաբական աշխարհի նավթաբեր շրջաններում, տեղավորվում էր ուրեմն Սիրիայի համապատասխան ռեսուրսներով հարուստ ուրեմն տարածքներում կամ տեղերում եւ դրան խոչընդոտը հիմնականում Ասադի եւ Ալևիների ռեժիմներ, ոչ Ասադն են գել, ոչ Ալևիներն են չքացել, հակառակը վերածնվում է եւ ես օրինակ կարող եմ հետեւյալն ասեմ Սիրիայի պետականությունը, որ մենք ունեինք 4 տարի առաջ, վերականգնվում է փոքր սրբագրումներով եւ այդ գործը հաջողությամբ գնալու է։ Ուրեմն գործը հասնում է նույնիսկ աբսուրդի այդ այսպես ասենք, թատրոնի բեմականացման, երբ ուրեմն Էրդողանը սիրածու խապված աղջկա նման ուրեմն սիրած տղային հարց է տալիս, հիմա դուք ընտրություն կատարելու եք իմ եւ քրդերի միջեւ, Օբամային ինքը չի դիմել, ես կամ ուրեմն Օբաման ես Շեքսպիրյան դիլեմա չի հիշեցնում ձեզ Ռոմեո Ջուլիետայից, Ջուլիետան ընդհանրապես ծախողվել է, ինչքան կշարունակվի այս դիմակայությունը դժվար է ասել, բայց որ բավականին ժամանակ կգնա, հաստատ կգնա, որ թուրքերը ծախողվելու են միանշանակ։ Մենք անընդհատ այդ ես չեմ կասկածում, այսքա։ Խոսում ենք, որ թուրքերը ծախողվելու են, մոտ ապագայում քրդերը կստեղծեն պետություն, բայց երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում եւ մեր գործընկերներ Դիրան Լոկմագյուզյան եւ Գայանե Չոբանյանը բարբերաբար ընթերցում են, թե քրդական համացանցերում գրված եւ այսպես է դերսիմում կոտորածներ են, ջարդեր են եւ համացանցում տարածվեցին ինչպես են թուրքերը սպանում քուրդ կանանց, այնուհետև մերկացնում եւ փողոց նետում, այսինքն այնուամենայնիվ թուրքերը չեն վախենում քրդերին կոտորելուց, ոչ միջազգային հանրության առաջ են կարծես որևէ պատասխան տալիս, ոչ էլ, այսինքն մենք այստեղ հայ-ադրբեջանական սահմանում մի զինադադար, մի ավել կրակոցից վախենում ենք, ինչ կասի մեզ միջազգային հանրությունը, իսկ Թուրքիան փաստորեն իր համար այդ գնահատականները կամ զրո են կամ այդ կառույցներից որևէ քննադատություն իր հասցեին չի հնչում, որովհետև իրոք դերսիմում կոտորածներ են։ Կոտորածներ են ինչ մասշտաբով եւ պիտի տեսնենք թե ինչ մասշտաբ է, մենք այդքան ինֆորմացիա եւ լրատվություն իրական իմաստում ունենք, թե չէ, մի քիչ այս սարցերում ես վերապահեմ ծավալներ, մասշտաբներ, բայց երկրորդ մասը կա, մենք պիտի իմանանք մի բան, որպես հայեր, որ
գրեթե Ղրիմի նախանցած դարի պատերազմից սկսած թուրքերը Եվրոպայից սեփական ժողովուրդ ոչնչացնելու թույլտվություն ունեն։ Ըստ էության այդ խոշոր տերությունները չեն էլ միջամտել, ըստ էության չեն միջամտել նաև հայկական կոտորածների ժամանակ։ Այստեղ գիտեք ինչ կա, գործում է միջազգային իրավունքի մի առատավոր սկզբունք, որը շատ լավ ձևակերպել է ժամանակին Օպենհայմ Լասան, գերմանացի իրավագետ է, 19-րդ դարի վերջերի 20-րդ դարի սկզբների, որը հետևյալն է ասում, որ պետության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ եվրոպական հավասարակշռության ուրեմն հաստատման կամ պահպանման համար թույլատրելի են նաեւ ինտերվենցիաները։ Այստեղ մի քիչ այլակերպված ինտերվենցիա է։ Թուրքիան ինտերվենցիանում սեփական տարածքում, որը ոչ թուրք էթնոսներին դիտում է իրեն թշնամի։ Մեր չհասկացողությունը գալիս է նրանից, որ քուրդն է թուրքական պետության քաղաքացի, հայն էլ է Օսմանյան պետության քաղաքացի եւ այլն։ Բայց սա քաղաքակրթության տեսակն է, որը կարող է հակամշակույթ եւ հակաքաղաքկրթություն հաշվել թուրքականը, որը իրեն իրավունք է պահել միշտ եւ ուրեմն թույլ է տվել իրեն Եվրոպայի չտեսնելու, Ռուսաստանի չտեսնելու բարակայում համաձայն պայմաններով սպանդ կազմակերպել սեփական հպատակներից եւ սեփական քաղաքացիների հանդեպ։ Այսինքն այստեղ ոչինչ չի փոխվել եւ զարմանալ պետք չի։ Եվ այդտեղ էլ թե ով ինչ դիտարկում է անում, դերսինում ինչ է լինում, իմ ասած սխեմայի մեջ է, ոչ այդ փաստերի արձանագրման։ Այսինքն դուք Թուրքիան մենք կարող ենք եվրոպական աչքերով, հայի աչքերով քաղաքակրթության եւ այլնի հետ համեմատելով նրա մասին խոսել, բայց դա Թուրքիան է, որը առաջինը թուրք էթնոսը թշնամի է սեփական երկրում մնացածների հանդեպ, որոնց ցեղասպանությունը բարբերաբար կազմակերպում է եւ որպես կանոն Եվրոպան դա չի տեսել, Եվրոպան չի տեսնում եւ չի տեսնելու, մինչեւ կգա մի պահ, երբ իրենց ամուսխան բան կլինի երկրներում Գերմանիայում Թուրքիա հարց կլինի բան կլինի, որ կմիջամտեն, ամենից որ ես այստեղ նորից չեմ տեսնում եւ ասել որ չէր կանխատեսում, ինչ չի կանխատեսում, որ թուրքը բարբերաբար ջարդեր կազմակերպի, հայերին են բացատրում, այդպես չի եղել միշտ, ամենից որ իսկ Եվրոպան էլ համր հարսի նման նայում է, որ հետո օգուտները քաղես ասած Մենք միշտ մեր, այսինքն գույի պրոտեստում է ձեռնտու, ինչ օգուտներ է քաղելու Եվրոպան այս գործընթացից։ Որ Թուրքիայի բարեկամությունը շահի։ Նրանց համար քուրդը չկա ստեյության, էլի։ Կա այնքանով, որքանով հավասարակշռելու է թուրքական պետության մեջ թուրք էթնոսի կատաղության չափը, այսպես։ Եվ ցես համար արդեն բան չի ակնհայտ փաստ իրողություն եւ մեր աչքի առջեւ կատարվող գործընթաց, երբ շատ արագ շտաբ գլխին գան, Եվրոպայի մասին է խոսքը, նաեւ Ռուսաստան կարող եք միացնել, չեմ ուզում ծավալվենք էլի, իմաստը չեմ տեսնում, երբ հանկարծ հասկացան, որ առանց Իրանի պետականության, սանկցիաներ, պատժամիջոցներ այդ պետությունից վերցնելու աշխարհ առաջ չի կարող գնալ, այստեղ կարող եք տեսնել թուրքական անչափազորացումը, որը ընթացքի մեջ էր եւ Էրդողանի կառավարության ժամանակ խիստ անհանգստացրել է Թուրքիայի բարեկամներին, որը նաեւ այդ օգտվում է բարեկամության սեփական երկրում նախջիներ կազմակերպել, շարունակելով անել այն ինչ որ թրկությունն արել է, թրքավարի հարաբերվել իր արժանավոր հակառակորդի հետ, որը քուրդն է, նույնն են դրանք, տարբերություն չկա իրենց ձգտումների ցանկությունների մեջ, եւ այս պայմաններում սանկցիաները հանվում են Իրանից, ինչ է նշանակում, ուրեմն տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվել է եւ այս պայմաններում հրթիռներով Ռուսաստանը հարահերոցով իջնում է Սիրիա եւ երկրորդը Միացյալ Նահանգները Իրանից հանում են սանկցիաները, որը մենք այստեղ ենք ասել, որ դա թուրքական պետության հավասարակշռող եւ ուրեմն կարող եք ասել նաեւ պատժող պոտենցիալ է։ Եղավ եւ այսպես, ուրեմն կարծես թե Ղրիմի պատերազմից հետո ստեյության աշխարհը որ գլորվել է, հայոց ցեղասպանություն եւ ան եղել է, բայց իրականության մեջ ստեյության ոչինչ չի փոխվել։ Հայերի տեղը
զբաղեցրել են քրդերը եւ կոտորվում են։ Մի միտք ասացիք, որ մեր նպատակը հայերի պետք է լինի թուրք-քրդական հարաբերությունների լարումը։ Մի բան եմ ուզում ասել, երբ մենք հաճախ հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք, որ պետք է այս Նախիջևանի հարցում այս գործընթացը անել, չգիտեմ, Մարևմտյան Հայաստանի, այս շատերին թվում է, թե սա պարզապես ինչ-որ բարի կամքի դրսևորում է կամ ցանկության արտահայտություն է, բայց ինչ մեխանիզմներ ունենք այդ ամենը մենք կյանքի կոչելու, այդ մեխանիզմների մասին խոսենք նաև, ինչպես կարող ենք հետևյալը, ես չգիտեմ, ռադիոյով պիտի ասվեր, թե չէ, որ մեր խնդիրը դա է։ Մեր խնդիրը ինչից է դա բխում։ Մեր երկրի անվտանգությունը ապահովելն է, գումարած դրան մեր հայրենիքին վերատիրանալն է։ Սա լինի հիմա, լինի 100 տարի հետո կամ 1000 տարի, հայ ժողովրդի ձգտումը, ուղեղի մորմոնքը, սրտի ցանկությունը լինելու է մեկը, պատժվի թուրքը, նաև քուրդը, որ նախճիրը ինքն է կատարել, այսօր քուրդն է Հայաստանում բնակվում, թուրքը չի հիմնականում, ուրեմն այս հարաբերությունների մեջ եւ մենք պետք է վերադառնանք մեր ավետյաց երկիրը, որ Աստծո շնորհքով Աստվածաշունչը կարդացեք, տրված է մեզ եւ այդպես պիտի մնա։ Սա ժամանակի հարց է։ Ես օրինակ հեչ կասկած չունեմ, գուցե իրացիոնալ է ինձ մոտ ստացվում, բայց ես քաղաքագետ եմ, ես գիտեմ, որ ռեալ հաշիվները, ռեալ արդյունքները միշտ տալիս են։ Հիմա մենք ինչպես կարող ենք այդ իրականացնել։ Ես ուզում եմ մեզ ուրեմն շատերի կողմից չսիրված, շատերի կողմից չսիրված եւ համառորեն Ռուբեն Մինասյանին չկարդացողներին ասեմ, նախ շատ սխալ եք անում Ռուբենին չեք կարդում, ինչ-որ բաներ ունեք մեջները դելի, հիվանդության դրսևորումներ, երկրորդը չգիտեք մտքի խորությունը։ Նա մի բազմաթիվ ինչ-որ ասել ենք մտքերի մեջ, ասում է նաև մի ուրիշ բան, ուրիշ բան է ասում, որն է դա։ Նա ասում է մերձավոր միջին արևելքի ուրեմն ճակատագիրը շատ անգամ կախված չի ոչ դիվիզիաների թվից, ոչ տանկերի քանակից, այսօր ավելացնենք նաև ոչ էլ հրթիռների հզորությունից։ Մերձավոր արևելքի, որտեղ մեր հայրենիքն է, հայկական լեռնաշխարհի շուրջ ծավալվող իրադարձությունները, նրանց զարգացումները կախված է մեծամասամբ խոշոր տերությունների, շահագրգիռ երկրների միջև եղած ուժերի հաշվեկշռից, բալանսից, հաշվապահի բան է ասում, բալանս եւ հաշվեկշիռ, իսկ այդ բալանսը պետությունների, ժողովուրդների զարգացումներով անդադ տեղաշարժվում է եւ մեր շուրջ առաջանում են բոլորովին այլ վիճակներ։ Դրա համար մեր գեոստրատեգներին, ովքեր որ իրականում մասնագիտական հետաքրքրություն ունեն, առաջարկում եմ կարդալ Ռուբեն Տեր-Մինասյան, Հայաստան, ուրեմն միջազգային ուղիներու վրա աշխատանք։ Հիմա ես անցնեմ այդ ձեր ասածին։ Մենք ինչ կարող ենք անել։ Մենք մեր պետությունը պետք է եւ ժողովուրդը անընդհատ հավաքականորեն եւ կոնսոլիդացնենք եւ ուրեմն մոբիլիզացնենք, դրա համար պիտի ներդրվի նաեւ դեմոկրատիայի մեխանիզմը, որպես պետականաշինության պոտենցիալ բարձրացնող սկզբունք եւ հետևենք իրադարձությունների ուրեմն ընթացքին։ Իրադարձությունների ընթացքը մեզ թույլ կտա այդ գալարների բալանսի փոփոխության ընթացքում ճիշտ ընտրել դաշնակիցներ, չունենալ քաղաքական որևէ կողմնորոշում եւ երթումներ առ որևէ հարազատ երկիր, հարազատ ժողովուրդ, որոնցից ոչ մեկը չկա։ Այդ բալանսի հաշվարկի մեջ, եթե մենք պետականորեն կազմակերպված լինենք, մենք անընդհատ կկարողանանք գտնել ում հետ ինչպես, երբ եւ ինչպիսի քաղաքականություն վարել։ Այստեղ նաեւ հետը հիմա այս պարագայում օրինակ ես հակվում եմ այն մտքին, որ ռուս-թուրքական հակամարտության սրվող վիճակում Հայաստանի պետականությունը, ոչ ժողովուրդը, ուրեմն երթումներ չանելով որևէ մեկին, որպես դաշնակից իր ուրեմն պետք է կանգնի Ռուսաստանի կողքին եւ քանի որ դաշնակից է կանգնելու նաև իր խնդիրները մեջը դնի եւ ակնկալի դրանց լուծումներ։ Ես այն լացկանության հսուս մնանք, չուրախանանք, այսպես անհետ այդ ժողովրդական բաների դեմ եմ էլի։ Հիմա պետությունը
պիտի տեղավորվի ուժերի համաշխարհային հաշվեկշռի մեջ։ Եղավ, իսկ այս պարագայում կարծում եմ մեզ համար դրական միտումներ կան։ Ռուսաստանն է, Միացյալ Նահանգները եւ այլն, որտեղ սրանք Ամերիկան թվում է հակաթուրք Թուրքիայի բարեկամն է, բայց միաժամանակ կազմակերպում է ուրեմն հզորագույն տարածաշրջանի պետության Պարսկաստանի նկատմամբ պատժամիջոցներ արագ չեղարկումով։ Ինչ է սա նշանակում։ Ես նաև ուրիշ բան ասեմ, ես վերջի շրջանում նկատել եմ, թե ամերիկացիները ինչպիսի հետևողականությամբ խոսում են Հայաստանի տնտեսության զարգացման մասին։ Նույնիսկ ԺՄԻԿ-ի են հայտարարությունը, որ ասում է, «Էս է, կարգի եկեք»։ Այլապես սա նշանակում է օժանդակություն Հայաստանին։ Ես կարծում եմ, որ սրանք նախապատրաստում են Հայաստանի Հանրապետությանը գալիք արհավիրքների մեջ իր համապատասխան տեղն ունենալուն։ Այս բոլորի բանաձևը ուղեղի մեջ է եւ ուժերի բալանսի վրա է եւ Ռուբենի աշխատանքների մեջ է։ Գումարած մի տաղանդավոր աշխատանք նաեւ ես կոչ եմ անում նաեւ կարդալ Վահան Նավասարյանի նեղուցներ աշխատանքը եւ բանաձևերը կգտնվեն։ Դաշինքների մեջ ենք, ոչ միայն մենք դաշնակից ենք Ռուսաստանին, այլ գործընկերային հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի եւ մնացած այլ պետությունների հետ։ Այսինքն ես այդ տեսակետն ընդհանրապես չեմ բաժանում։ Հիմա աղմուկով դա պիտի արվի թե չէ, դժվարանում եմ ասել։ Ու ինձ օրինակ դա չի անհանգստացնում։ Ինձ անհանգստացնում է, որ երկրի ներսում ժողովրդի կողմից թե առավել քան իշխանության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանը հզորացնելու հոգսը չեմ տեսնում, արդարությունը վերականգնելու, ներդգաղթը կազմը, բայց մենք այդ հարաբերությունների մեջ ենք, դաշինքների մեջ ենք, միանշանակ է։ Եվ այդքան նորից կրկնեմ մի բան, որ այստեղ ասել եմ, շատ չպիտի անհանգստանալ, որ Ռուսաստանի հետ ենք մենք այս փոխհարաբերության մեջ, եւ Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Ինչքան մենք լավ կազմակերպենք, այնքան լավ դաշնակիցնա կլինի մեզ հետ։ Եթե մեզ պիտի պահենք, չգիտեմ ում նման, որ ես չեմ ուզում վատ բառեր ասեմ մեր հայրենիքի, ուրիշ բան կլինի, բայց հաշվի առեք նաև Ճապոնիայի նման գերհզոր պետության ռազմաքաղաքական անվտանգությունը ապահովում է ինչ-որ չափով նաև Միացյալ Նահանգները։ Այսինքն, եթե նա իրեն թույլ է տալիս, այս հոգեկան հիվանդության հասնող փնտրտուքներն ինչ են, այո, ուժերի բալանսի ես եղած վիճակի մեջ մենք դաշնակիցներ ենք, որ մեզ համար ունենք գլխավոր թշնամի Թուրքն է, եւ այդ մենք պիտի կամենանք, որ այդ պետությունը փլուզվի, եւ պիտի օգնենք, որ փլուզվի։ Հիմա ինչ ենք ուզում ենք, որ օտարը փլուզեցնի, մենք գնանք կարինում նստենք։ Դրանից հաց միշտ պատասխան կա, ով անի ձեզ համար, որ դուք գնաք ձեր հայրենիք։ Ուրեմն այս հարցը դուրս է գալու։ Մենք ունենք նաև երկրորդ հարցը, ունենք կռվող մարտնչող քուրդ ժողովուրդ, որ մեր հայրենիքում է նստած, մեր ունեցվածքի տերն է, մեր հողի տերն է, չէ, սեփականաշնորհել է։ Այսպես ասեմ, ուրեմն այս բոլորի մեջ մենք պետք է մեր պետական ազգային շահը փնտրենք։ Հիմա հարցը գալիս է հռետորականին, այդ հայ իմաստունների մասին է խոսքը։ Մենք սուս մնանք, ենթադրենք մենք սուս տեսանք, արփանյակներով մեզ չեն տեսնելու վերևից։ Այսպես աստված տեղներս չգիտի, եւ երկրորդը այս համակարգերի անվտանգության համաշխարհային համակարգերի մեջ մենք ոնց կարող ենք ունենալով ցեղասպանության բեռ, Արցախի խնդիր, Հայաստանի պաշտպանության հարց եւ մնացածը աշխարհասփյուռ մենք ոնց կարող ենք համաշխարհային զարգացումներից այսր Կովկասի ամենապայթյունավտանգ միջավայրից, որ աշխարհում ամենապայթյունավտանգներից է, այսպես տապարած ջայլամի նման ապրենք։ Դա բացառված բան է, ով ինչ ուզում է ասի։ Այդ արևմտամետներն են ասում, այսօր գիտեն Թուրքիան իրենց պատկերացումով արևմտյան պետություն է, արևմտյան պետություններին դուր չի գալիս, որ մենք ակտիվ լինենք, իրենք է մի խոսքով, այս մետությունը ուղեղը փչացնում է բոլոր իմաստներով եւ զրկում է ակտիվությունից։ Ես կարծում եմ, որ մենք պիտի ակտիվ լինենք, իհարկե մեր չափով, մեր ուժերի մեջ եւ պիտի հետապնդենք սեփական ազգային պետական շահը։ Դրա մեջ ռազմական կոմպոնենտ կա, տնտեսական, հազար մի բան կա նաև մի երկրորդ կոմպոնենտ, որը մեր ուժերի մեջ է։ Մենք պետք է մեր տնտեսական սահմանափակ ուժը, ռազմական սահմանափակ ուժը, որ իրականում այդպիսին է նաև Ֆինլանդիայի հզորությունը, կոմպենսացնենք մեր ուղեղով, մտքով,
ուրեմն բարեկամներ, դաշնակիցներ որոնելու եւ հակառակորդին լավ հասկանալու տրամաբանությամբ եւ այլն, որ այս հարափոփող աշխարհում որևէ ձևով դրանք կայուն եւ բան չեն, պահպող բաներ։ Հիմա ինչպես կարող ենք տանք անել։ Եվ ես բազմաթիվ անգամ ձեզ մոտից ասեմ, եթե մենք մեր քաղաքական պատմությունը կսրբագրենք բոլշևիկյան աղտեղությունից, հիմա Ժիրինովսկին օգնում հայերին, որ հասկանան իրենց բարեկամն ու թշնամին պատմագիտության մեջ, քաղաքագիտության մեջ, հոգեբանության մեջ, այսինքն այստեղ պետք է ուղեղը լայն կերպով մոբիլիզացվի եւ տրվի պետության սպասարկության տակ էլ, այսպես ասեմ, մնացածը հիմա ես չեմ կարծում Պուտինն ու Օբաման գիտեն աշխարհում վերջը ինչ է լինելու, այդ կոնֆլիկտը ինչպես է լինելու, շատ դժվար հարց է։ Դրա համար էլ նաև պետք է խելքին ապավինել եւ գործ անել, բայց լինել գործի մեջ, հիշելով հետեւյալը, որ շատ վախենալ պետք չի։ Տեսեք, Մոսկվայի մեր վերջին օրերին Հենրի Քիսինջերը, որի մասին ես բազմաթիվ անգամներ ասել եմ, ով է նա շատ նույնիսկ տաղանդավորագույն 20-րդ տարի եւ արդեն 21-րդ տարի անցնում կոնսենսուս որոնողներից է, բալանսի մասնակետ է, հավասարակշռություն, ըստ էության եկել էր եւ Պուտինի հետ այն հաշտեցման շահերի համադրման բալանսն էր որոնում հետը, այնպես որ հիմա եթե դուք այդ գործի մեջ ինչ եք ստանալու եւ հետո մի բան հայությունը պետք է մեկընդմիշտ հաշվի առնի եւ մոռանա մի բան եւ դերին այսպես սրանով ավարտենք հավանաբար, որի տարբերություն 15 թվականների ողբի ուրեմն երկիչների համար եմ ասում, մենք հիմա պետություն ենք, հիմա խնդիրն ինչն է, պետականորեն աշխատել, պետությունը հզորացնել, ոչ թե ժողովուրդ կանգնել պետությունների կողքին, այլ պետություն կանգնել պետությունների կողքին, ինչպիսին իրականությունն է, եւ այդպես աշխատել, իսկ մնացածը բարեկամներս, այսպես ասեմ, ինչքան ուզում եք թաքնվեք, դիեզերքից կտեսնեն, Աստված նաև տեղներդ գիտի, չեք կարող խուսանավել, խուսապել, դրա համար ակտիվ պետք է լինել, խելքով աշխատել, բալանս որոնել, կարդացեք Ռուբենին եւ հավասարակշռություն եւ այո, եւ դրա խախտում եւ նորից վերականգնում։ Շնորհակալություն, պարոն Շենյան, իհարկե, հարգելի ունկնդիրներ, լսում էիք Կուի պրոտեստ կամ մեծեռնատու հաղորդաշարը, տաղավարում աշխատում էին Հայկու Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Շիրինյանը։ Բոլոր նրանք, ովքեր մեզ լսում էին, կարող են նաեւ դիտել 3w.lratvakan.am կայքում։ Հաջողություն։